Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երկու անչափահաս տղա 2007 և 2008 թվականներին ծնված կեսգիշերն անց գնացել են իրենց ձիերին բերելու, ինչպես ամեն օր նույն տեղից գյուղի արոտավայրերից ու հայտնվել են ադրբեջանցիների զինծառայողների ճիրաններում, ըստ պաշտոնական վարկածի տղաները մոլորվել են։ Ստացված տվյալների համաձայն Հայաստանի Սյունիքի մարզի տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը և Անդրեյ Արմենի Գյագունցը 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 1:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Տղաներից մեկը տեղ գյուղից է, մյուսը Արավուսից։ Տեղի ավականու անդամներից մեկն է պատմում. «Ծանոթ էին տարածքին, հարցնում ենք», Հովսեփյանը ասում է, իրենց իմացած ամեն օրվա անցած ճանապարհն է։ Գյուղի դիմացն է, պոստեն, ապա ինչի որ ծանոթ չէ։ Դե բռնել են, գնացել են, բռնել են տարա։ Գնացել են, որ ձիգա բերեն այդ սահմանում։ Անչափահաս երիտասարդ տղաները վստահ եմ, որ չեն էլ պատկերացել, որ դա ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող հատված է։ Իսկ ադրբեջանական զինծառայողները, որոնք անօրինական են գտնվում այնտեղ, բնակավայրերի քթի տակ այնպես են տեղավորվել, որ անհնարինության է վերածել մարդկանց կյանքը։ Փոխանակ վերադարձնեն խաղաղ բնակիչների, տեսեք ինչ են արել։ Անկախ այն բանից, թե ինչ զարգացում կլինի ու Ադրբեջանը ինչպես կդրսևորի, ըստ Հայաստանի նախկին օմբուդսմենի գործ ունենք առևանգման հետ։ Ադրբեջանցի զինծառայողները, որոնք ապօրինաբար են հասել այդ տարածքներ ու անվտանգային լուրջ սպառնալիք են այդ գյուղերի բնակիչների համար, փաստացի անչափահաս անզեն տղաներին տարել են անհայտ ուղղությամբ։ Ցանկացած պարագայում սա առևանգում է։ Սա նրանց վարքագիծն է, որ եղել է նաև նախկինում։ Մեր սահմանային բնակավայրերում, Սյունիքում, Վայոց ձորում եւ այլն միանշանակ անվտանգության մեծագույն խնդիր ունենք մենք, որովհետեւ նրանք դիտարկման ներքո են պահում մեր խաղաղ բնակավայրերը։ Առաջին դեպքը չէ, նաև կարող է վերջինը չլինել, քանի դեռ սահմանային անվտանգության ապահովման լուրջ խնդիր կա։ 2024-ի ապրիլին էլ տեղ գյուղից մի հովիվ հոտին փնտրելիս հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Այս դեպքը ներքին խնձորեսկում էր։ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից վստահեցնում են, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները տղաների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձը ապահովելու ուղղությամբ։ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն է, այն կարևոր է այն առումով, որ նվիրված է հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին և պատմական հիշողության պահպանմանը։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը։ Մատվիենկոն ուրախությամբ է նշում, որ երկու երկրների միջև խորհրդարանական մակարդակով քաղաքական երկխոսություն է վերսկսվում։ Մեր հայ բարեկամներ, գործընկերներ, եւս մեկ անգամ ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել ձեզ Հայաստան այցելելու հրավերի, խորհրդարանների նախագահների մակարդակով երկխոսությունը վերսկսելու հնարավորության համար։ Մենք ուրախ ենք որոշակի ժամանակահատվածից հետո վերսկսել քաղաքական երկխոսությունը խոսնակների մակարդակով։ Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք, ռազմավարական գործընկերներ ենք։ Ռուսաստանը մեծ կարևորություն է տալիս եղբայրական Հայաստանի հետ միջխորհրդարանական համագործակցությանը։ Մատվիենկոն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել մեծ հայրենականում հաղթանակի 80-ամյակի վրա, նշելով, որ դա նախկին խորհրդային միության բոլոր ժողովուրդների ընդհանուր հաղթանակն է։ Ոչինչ այնպես չի միացնում երկու ժողովուրդներին, ինչպես շփվելու, ընկերություն անելու ձգտումը։ Պետք է նշել, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիները մեծ սիրով հաստատում են գործարար մշակութային պարզապես մարդկային կապեր։ Միևնույն ժամանակ ռուսերենը շարունակում է մնալ կարևոր լեզու երկու ազգերի միջև շփման համար։ Շատ հայերի համար ռուսերենը ոչ թե պարզապես երկրորդ լեզու է, այլև անձնական ու ընտանեկան պատմության մաս։ Հայաստանի ազգային ժողովի համար էլ հաղթանակը հայրենական պատերազմում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում միավորող կարևոր արժեքներից է։ Սա ընդհանուր պատմության փառահեղ էջերից մեկն է, որտեղ դրսևորվել են խորհրդային միության ժողովուրդների լավագույն որակները։ Ժողովուրդները հերոսություն և անձնազոհություն են ցուցաբերել ընդհանուր հաղթանակի հասնելու համար։ Այսօր մեր բոլորի պարտքն է պահպանել այդ հիշողությունը, փոխանցելով այն սերունդներին, դիմակայել խեղաթյուրման փորձերին և պահպանել պատմական ճշմարտությունը։ Սիմոնյանի ձևակերպմամբ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միավորում է դարավոր բարեկամությունը, երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կա ամուր երկխոսություն։ Միջխորհրդարանական հանձնաժողովը իրեն դրսևորել է որպես արդյունավետ հարթակ բաց և արդյունավետ երկխոսության համար։ Այս ձևաչափը կնպաստի ավանդական բարեկամության և համագործակցության խորացմանը։ Հայաստանը պատրաստ է ակտիվ համագործակցության Ռուսաստանի հետ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և գործընկերային հարաբերությունների շարունակական զարգացման ձգտման վրա։ Մենք նպատակաուղղված ենք երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը։
Սիմոնյանն ու Մատվիենկոն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին։ Ազգային ժողովի նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման հարցում, նշելով, որ Հայաստանը սպասում է ադրբեջանական կողմին, որպեսզի ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը։ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կողմնակից է։ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին։ Մատվիենկոն ծաղիկները խոնարել մայրաքաղաքի հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։ Մատվիենկոն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Վալենտինա Մատվիենկոն հանդիպել է նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ երկկողմ հանդիպումը տևել է նախատեսվածից ավելի երկար։ Բանակցությունները նախ տեղի են ունեցել առանձնազրույցի ձևաչափով, այնուհետև զրույցը շարունակվել է ընդլայնված կազմով։ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ազգային ժողովի շենքի մոտ տեղի են ունեցել երկու հակադիր բողոքի ցույցեր։ Սկզբում ազգային ժողովի շենքի դարպասների մոտ հակառուսական պաստառներով հավաքվել են արևմտամետ ուժերի մի փոքր խումբ։ Որոշ ժամանակ անց մոտեցել է մեկ այլ խումբ Ռուսաստանի հետ բարեկամության եւ գործընկերության մասին կարգախոսերով։ Ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը կոչ է արել նրանց հեռանալ դարպասների մոտից, այնուհետև ազգային ժողովի մոտ ոստիկանները կանխել են արևմտամետների եւ ռուսամետների բախումը։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արդարադատության նախարար Սրփուի Գալյանն, անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները։ Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ, խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք ըստ էության արդեն մշակվել են, ասել է Գալյանը։ Գալյանն այլ մանրամասներ չի հայտնել, միևնույնն է հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում եւ ինչ որոշումներ են կայացրել, նշել է նա։ Վրաստանի գյուղատնտեսության նախարարը պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար։ Այցը սակայն տեղի չի ունեցել։ Նախորդային էկոնոմիկայի նախարար Պապոյանը աշխատանքային օրվա վերջում ազգային ժողովում հայտարարեց, որ 50 օր վրացական մաքսակետում մնացած հայկական կոնյակ տեղափոխող 52 մեքենա վրացական սահմանը հատելու եւ Ռուսաստան մտնելու թույլտվություն է ստացել, բայց դեռ 72 բեռնատար շարունակում է մնալ Վրաստանում։ 2024-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի բյուջեի ծախսերը կազմել են 21 միլիարդ 600 միլիոն դրամ, որով իրականացվել է 11 ծրագիր։ Նախնական պլանով հաստատվել է 51, այնուհետև իրականացվել 63 միջոցառում։ Ծրագրի կատարողականը եղել է 93.1%։ Տարվա ընթացքում աշխատակազմը իրականացրել է 252 միլիոն դրամի վերաբաշխումներ, որից 30 միլիոն դրամը մեկ կառավարության որոշմամբ, իսկ 221 միլիոն դրամը ծանոթագրերով, գնումներ իրականացվել են 1 միլիարդ 902 միլիոն դրամի, որից մեկ անձից գնումները կազմել են 346 միլիոն դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 18%-ը։ Վարչապետի աշխատակազմի կատարողականից բացի նաև ազգային ժողովի 2024-ի բյուջեի կատարողականն է ներկայացնում ֆինանսների նախարարը։ Ըստ այդմ ծախսերը կազմել են 7.2 միլիարդ դրամ, կատարողականը 97.7%։ Կատարվել է 95.2 միլիոն դրամի վերաբաշխումներ, որոնցից 93.2 միլիոն դրամը կառավարության 3 որոշումներով, իսկ 2 միլիոն դրամը ծանոթագրերով։ Ազգային ժողովը իրականացրել է 840 միլիոն դրամի գնումներ, որից 580 միլիոն դրամը մեկ անձից գնման եղանակով։ Նախագահի աշխատակազմի բյուջեն զգալի զիջել է վարչապետի աշխատակազմի ու ԱԺ-ի բյուջեներին։ Նախորդ տարի նախագահի աշխատակազմը կատարել է 1 միլիարդ 600 միլիոն դրամի ծախսեր, կատարողականը կազմում է 90.5%։ Փաստացի ըստ ֆինանսների նախարարի ներկայացրած տվյալների 2024-ի ընթացքում վարչապետի աշխատակազմն է կատարել ամենաշատ ծախսերը, իսկ ուր են ուղղվել այս գումարները, մանրամասնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Հաշվետու տարում վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսը կազմել է 66 միլիարդ դրամ կամ նախատեսված միջոցառումների 88%-ը։
Շեղումը հիմնականում պայմանավորված է տվյալ ծրագրում ընդգրկված ծառայությունների ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերի կատարողականով։ Աշխատակազմի պահպանում, կառավարական շենքերի, գրասենյակների, աշխատանքային պայմանների բարելավում։ Նաև այս ուղղություններով է բյուջեն ծախսվել, շեղումներ եղել են բոլոր դեպքերում։ Եթե ընդհանուր առմամբ մենք նայում ենք վերջին տարիների աշխատակազմի ծախսերը եւ կատարողական, ապա տեսնում ենք, որ այն ընդհանուր առմամբ նույն գծի մեջ է եւ ըստ էության ապահովում է ապարատի բնականon աշխատանքը։ Մենք արձանագրում ենք ապարատի գործունեության ավելի դրական ընթացք։ Հարությունյանն առանձնահատուկ ընդգծեց, վարչապետի աշխատակազմի մեքենաները գրեթե կեսով կրճատվել են, ու թեև կրճատումը տեղի է ունեցել տարեվերջին, այնուամենայնիվ վարչապետի աշխատակազմի ղեկավարը վստահեցնում է, ծախսերի կրճատումը շեշտակի է լինելու։ Ուտում խմում պարում էին միասին Մասկն ու Թրամփը, աշխարհը տարեսկզբից էր քննարկում նախագահի տեխնացուի եւ միլիարդատիրոջ ջերմ հարաբերությունները։ Նրանք միասին տոնեցին Թրամփի հաղթանակը, միասին սկսեցին աշխատել։ Միլիարդատերը քաղաքականություն մտավ, խորհրդականի պաշտոն ստացավ։ Երկար չտևեց միաբանությունը։ Վերջին օրերին միջազգային մամուլը գրում էր, որ Մասկը որոշել է լքել Սպիտակ տունը։ Նա հրապարակային քննադատել էր Թրամփի վարչակազմի մեծ գեղեցիկ օրինագիծը, որը նախատեսում էր հարկային արտոնությունների երկարաձգում եւ դաշնային ծախսերի կրճատում 1.5 տրիլիոն դոլարով։ Նախորդին արդեն բոլոր գլխագրերում փոխադարձ վիրավորանքներ էին, իրար հերթ չեն տալիս այս զույգի սուր ու կոշտ մեղադրանքները։ Թրամփի արդեն նախկին խորհրդական միլիարդատերը բյուջետային օրինագիծը որակել էր նողկալի։ Օվալաձև սենյակում մի պատասխան ասվածի խորը հիասթափություն հայտնեց Թրամփը, կասկած բարձրաձայնեց, թե դժվար թե երբևէ գործ ունենա նախկին ընկերոջ հետ։ Իլոնի հետ մենք հիանալի հարաբերություններ ունեինք, չգիտեմ այլևս այդպիսին կլինեն, թե ոչ։ Ես զարմացած եմ, ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացներն ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը։ Հանկարծ նա խնդիր ունեցավ։ Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձեց գրելով պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին, սուտ են։ Մասկը սրեց հանրային վեճը, էլ գողփիսո, էլ քաչալշուն ամերիկյան տարբերակով։ Արածն ու չարածը երեսով տվեց Մասկը, թե առանց իրեն Թրամփը կպարտվեր ընտրություններում։ Ամեն բան սակայն այստեղ չի ավարտվել։ Աշխարհահռչակ գործարարն աջակցել է Թրամփի իմպիչմենտի կոչին, համաձայնելով X սոցիալական ցանցում արված գրառման հետ, որը կոչ էր անում հեռացնել Թրամփին եւ լիազորությունները տալ փոխնախագահ Վենսին։ Մասկը այո է պատասխանել գրառմանը, շարունակել էլի ու էլի կրակի վրա յուղ լցնել։ Նախագահն ընդդեմ Իլոնի, ով կհաղթի, ես խաղադրույք եմ կատարում Իլոնի վրա։ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի եւ փոխարինվի Վենսով։ Իրավիճակը հասավ նաև անդառնալի մեղադրանքների։ Մասկը վստահագրեց, թե Սպիտակ տան գործող ղեկավարը ներգրաված է եղել Ամերիկայում հայտնի Էփշտեյնի գործի մեջ։ Դա հանրահայտ է, որովհետև մարմնավաճառության կազմակերպման անչափահասների բռնաբարության գործ, կարճ ասած, Մասկը Թրամփին նաև մանկապիղծ որակեց։ Ամերիկա-կանադացի բիզնես մագնատը, որը աշխարհի ամենահարուստ մարդն է, 342 միլիարդ դոլար կարողությամբ, դուրս է եկել 79-ամյա նախագահի դեմ։ Ենթադրելի է, որ կոնֆլիկտը դարձյալ փողի շուրջ է պտտվում։ Հիշենք միայն նախորդ ամիս Մասկը հայտարարել էր, որ իր գլխավորած դեպարտամենտի ջանքերով խնայվել է 160 միլիարդ դոլար, մինչդեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստանում էր մինչև 2 տրիլիոն դոլար խնայելու ծրագրերի մասին։ Բոստոնի դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է Թրամփի վարչակազմի որոշումը, որով արգելվում է Հարվարդի համալսարանի միջազգային ուսանողների մուտքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դատավոր Էլիսոն Բարոուզը նշել է, որ այդ որոշումը կարող է անհապաղ եւ անդառնալի վնաս պատճառել, մինչ դատարանը սկսի գործի մանրամասն քննությունը։ Հիշեցնենք, արգելքն առաջացել էր համալսարանի հրեա ուսանողների անվտանգությունը ապահովելու հնարավորության շուրջ վեճի ֆոնին։ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ «Սարդ կնոջ համբույրը» ֆիլմի առաջին թրեյլերը մեծ ոգևորություն է առաջացրել երկրպագուների շրջանում։ Թրեյլերի թողարկումից հետո սոցիալական ցանցերում օգտատերերը գովասանքի խոսքեր են հղել Լոպեսի խաղին, կանխատեսելով, որ նա կարող է արժանանալ Օսկարի։
Երևանի մետրոյի նոր աչափնյա կայարանի շինարարությունը կսկսվի 2026 թվականին Երևանում ընթացող հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, Երևանի մետրոպոլիտենի 11-րդ աչափնյա կայարանի նախագիծը սկսվել է մշակվել 2022 թվականին ռուսական Մետրո Գիպրոտրանս ընկերության կողմից։ Հունիսի 6-ին 20-ամյա Վահեն Իջևան-Սևան-Երևան ճանապարհին BMW-ով բախվել է 46-ամյա Արկադիի Մազդա բեռնատարին։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ըստ տեղեկությունների BMW-ի վարորդը ընդունել է իր մեղավորությունը։ Բախման հետևանքով BMW-ն դուրս էր եկել երթևեկելի գոտուց։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են թափ։ Մնում է որպեսի պարզվի վթարային իրավիճակ ստեղծած, դեպքի վայրը լքած, ավտոմեքենայի մագնիշն ու այն վարած վարորդի ինքնությունը։ Հունիսի 5-ին Կոտայքի մարզում Երևան-Սևան ճանապարհին գործող հացատանը հրդեհ է բռնկվել։ Նախ կրակի տարածման դեմ պայքարել են հացատան աշխատակիցները ու առաջին հերթին հենց նրանց շնորհիվ է, որ կրակը չի տարածվել մի ուշինություններ։ Հետո Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի եւ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Օպերատիվ են գործել ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Հունիսի 4-ին վիճաբանություն, ծեծկրտուկ ու դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորի, Վարդանանց եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում։ 19-ամյա Աթն ու 32-ամյա Անն վիճել են։ Աթն մեջքով գետնին ընկած վիճակում դանակով հարվածել է իր վրա ընկած ու իրեն նույնպես հարվածներ հասցնող Աննային։ Մեկ հոգի տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն, իդեպ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ հերթապահը վտանգելով իր կյանքը հետապնդել է դանակահարողին, սակայն վերջինը կարողացել է խույս տալ։ Տեղում քրեական համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են օփել ու նաև պարզել, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Վանաձորում հայտնի ճուտոմականվամ 17-ամյա երիտասարդը։ Նա ու նաև վիճաբանության մի քանի մասնակիցներ դեպքի վայրից դիմել են փախուստի։ Եվ Շամշյանքոմը բացառիկ տեսանյութ է ներկայացրել։ Հունիսի 3-ին անհայտ անձը գողացել է Խաղաղ Դոնի 5-ի 8 հասցեի հարևանությամբ կայանված Մերսեդեսը, քանի որ դուռը բաց է եղել, իսկ բանալին մեքենայի սրահում։ Դրանից հետո բախվել է նույն հասցեում կայանված Հոնդային, վերջինն էլ բախվել է մեկ այլ Մերսեդեսի, որն էլ տեղաշարժվելով հարվածել է կայանված Volkswagen-ին։ Հետո տղամարդը գողացված մեքենան վարել է նույն փողոցի 2-ի 1 հասցեի հարևանությամբ, որտեղ բախվել է կայանված BMW-ին, վերջինն էլ Hyundai-ին, իսկ առևանգված Մերսեդեսը շրջվել է։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։